Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Սա առաջ գտնում է իր եղբայր Սիմոնին, Հովհաննես 1:41։ Այս դեպքը հոգևոր եռանդալից կյանքի հիանալի օրինակ է։ Հենց որ մարդը գտնում է Քրիստոսին, նա սկսում է գտնել ուրիշներին։ Ես չեմ հավատա, որ դու ճաշակել ես ավետարանի մեղրը, եթե այն ամբողջությամբ մենակ ես կերել։ Ճշմարիտ շնորհքը վերջ է դնում բոլոր հոգևոր մենաշնորհներին։ Անդրեասը նախ գտնում է իր եղբորը, իսկ հետո նաև ուրիշներին։ Սովորաբար մեր առաջին ջանքերն ուղղված են լինում մեր հարազատներին դարձի բերելուն։ Անդրեաս, դու ճիշտ վարվեցիր, սկսելով Սիմոնից։ Թերևս կան քրիստոնյաներ, որոնք հոգևոր ամսագրեր են բաժանում անծանոթներին, մինչդեռ լավ կլիներ դրանք իրենց հարազատներին բաժանեին։ Ոմանք էլ տարված են իրենց տներից հեռու պիտանի և օգտակար գործեր անելով, սակայն անտեսում են սեփական ընտանիքները։ Դուք կարող եք կանչված լինել կամ չլինել ավետարանելու որևէ կոնկրետ վայրում, սակայն անշուշտ կանչված եք հոգ տանելու ձեր ծառաների, հարազատների և ծանոթների համար։ Թող ձեր կրոնը սկսվի ձեր սեփական ընտանիքից։ Շատ առևտրականներ իրենց լավագույն ապրանքները արտահանում են, բայց քրիստոնյաների դեպքում այդպես չէ։ Նա պետք է անուշահոտություն արձակի յուրաքանչյուր միջավայրում, սակայն թող ջանա, որ հոգևոր կյանքի և վկայության ամենաքաղցր պտուղները իր ընտանիքին հասնեն։ Երբ Անդրեասը գնում էր իր եղբորը գտնելու, նա հազիվ թե պատկերացնում էր, թե ինչպիսի նշանավոր մեկն էր դառնալու Սիմոնը։ Որքան մենք տեղյակ ենք պատմությունից, Սիմոնը 10 Անդրեաս արժեր, և այնուամենայնիվ Անդրեասը կարևորագույն դեր է խաղացել նրան Հիսուսի մոտ բերելու հարցում։ Ձեր տաղանդները գուցե քիչ լինեն, սակայն ձեր միջոցով Քրիստոսին կարող է գալ մեկը, ով հետագայում ակնառու կերպով կծառայի Տիրոջ շնորհքին։ Ահ, թանկագին բարեկամ, դու քիչ ես տեղյակ քո հնարավորություններից։ Դու կարող ես ընդամենը մեկ խոսք ասել մի երեխայի, չգիտակցելով, թե տարիներ անց այդ երեխան ինչպիսի մեծ շարժ է բերելու քրիստոնեական եկեղեցում։ Անդրեասն ընդամենը 2 տաղանդ ուներ, բայց գտավ Պետրոսին։ Գնա, դու էլ նույնն արա։